Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ մենք շատ ուրախ ենք, որ այս տոնական օրը մենք կարող ենք ձեզ ասել բարի լույս եւ մաղթել ուրախ հրաշալի տրամադրություն։ Իսկ մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Շատ բարի լույս ելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, այսօր վերջին զանգ է, մենք տոնական եթեր ունենք, այնպես որ անպայման հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետև այսօր շատ հետաքրքիր է լինելու։ Այո, վերջին զանգի տոնը բոլորիս համար շատ կարևոր է եւ հիշարժան եւ միանշանակ իհարկե սա Միքայելը, որը իհարկե դռների հետևում է թողում մի ամբողջ դպրոցական պատմություն ու հետո հասկանում ես, որ դու արդեն իսկ ետ նայելու ժամանակ չունես, պիտի միայն շարժվես առաջ, ավելի շատ գիտելիքներ հավաքես, կյանքի փորձ ձեռք բերես աստիճաններով բարձրանաս վերև, որպեսզի հետո արդեն ինքդ ընտրելով քո իսկ սիրելի մասնագիտությունը կարողանաս կայանալ հենց այն մասնագիտության մեջ, որը քեզ արդեն իսկ ուղեկցի քո ամբողջ կյանքի ընթացքում։ Դե այս ամենին նպաստում են մեր կյանքի ընթացքում մեր ծնողները, ընկերները, բարեկամները, դպրոցը, ուսումը եւ այսուհետ նաեւ իհարկե բուհը, որը դուք սիրելի շրջանավարտներ արդեն իսկ կընտրեք ձեզ համար։ Հուսանք, որ արդեն կողմնորոշվել եք մասնագիտության մեջ եւ փորձում եք այդտեղ ավելի կատարելագործվել։ Դե ինչ, այսօր սիրելի Սուրեն, ուրախ եւ միևնույն ժամանակ տխուր օր է շրջանավարտների համար, քանի որ իրենք հրաժեշտ են տալիս դպրոցական կյանքի 12-ամյա փուլին, ուրախության, երբեմն տխրության, անհանգստության եւ հուզմունքի փուլ։ Նրանք հրաժեշտ են տալիս իրենց հարազատ դպրոցին, ուսուցիչներին, դասընկերներին, ընկերներին եւ դպրոցին։ Վերջին զանգը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահուզիչ ու խորհրդանշական իրադարձություններից է, դա միայն այն օրը չէ, երբ դասերն ավարտվում են։ Սա տոն է, որը նշանավորում է մեկ կարևոր փուլի ավարտը եւ նոր ճանապարհի սկիզբը։ Այո, հիանալի տոն է բոլորի համար եւ ես համոզված եմ այն բնակարաններում, որտեղ կան շրջանավարտներ, այս բանի եթե դպրոցում չեն, ապա այն խառը շրջանն, երբ պատրաստվում են հայելու առաջ եւս մեկ անգամ շտկում են ամենակարևորը իհարկե իրենց համար եւ փորձում են այսօր լինել ամենագեղեցիկը։ Վստահ ենք, որ դուք հենց ամենագեղեցիկն եք այս առավոտ եւ փորձեք այդ ուրախ տրամադրությամբ սկսել օրը։ Եվ որpիսի այդ տրամադրությունը լինի ճիշտ եւ հետաքրքիր, մենք այս պահին կհնչեցնենք հենց սիմվոլ երգը, հա։ Օրվա խորհրդին համապատասխան, այո։ Որի սկիզբը ազդարարվեց մի քանի տարի առաջ եւ իհարկե Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգն է, այնպես որ շնորհավորում ենք ձեզ սիրելի շրջանավարտներ։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքյատ կախարդական, և թե կյանքեր ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով Աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։ Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան, հուշերը դպրոցական, օրագիր, պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ձմեր էր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե տուն նավիր
բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով Այո, անկախ նրանից, երբ ենք ավարտել դպրոցը, միևնույն է այս երգը լսելուց, փշաքաղվում ես, հուզվում ես, հիշում ես այն տարիները, այն օրը, երբ իհարկե մեր վերջին զանգներ, Սոնա ջան, դա վաղուց էր։ Իսկ հիմա անցնենք Երևանյան փողոցներով եւս մեկ անգամ հորդորելով ծնողներին, առաջին հերթին զգուշ եղեք ձեր երեխաներին, շրջանավարտներին, մի վստահեք այսօր մեքենա։ Միևնույն է, նույնիսկ եթե նրանք շատ լավ վարում են մեքենա, այսօր պետք չի զերծ մնացեք այդ ռիսկից, թողեք, որպեսզի երեխաները իրենք տոնը սկսեն ուրախ տրամադրությամբ եւ այդպես էլ ավարտվի այսօրվա օրը։ Ցավոք սրտի տարիների պատմությունը ցույց է տվել, որ վերջին զանգի օրը հատկապես ավտոճանապարհային վթարները եւ ողբերգությունները շատ են լինում։ Դա իհարկե եւ ծնողների սխալն է եւ շրջանավարտների, որpիսի հետո չասենք, այս ինչ սխալ բան արեցինք, եկեք այսօր պարզապես երեխաներին կամ դուք տարեք նրանց իրենց այդ վայրերը, որտեղ որ պիտի անցկացվեն տոնը, կամ պարզապես կան տաքսիներ կամ փոխադրամիջոցներ։ Հիմա տեսնենք Երևանյան փողոցներում ինչ է կատարվում, համեմատաբար այսօր արդեն իսկ թեթև է, բայց որոշակի փողոցներ խցանումներ կան։ Կիևյան կամուրջը դեպի բարեկամություն բարձրացողը երկկողմանի խցանված է, Բաղրամյանի ճնողը Կոմիտասի պողոտան երկկողմանի խցանված է, Արաբկիրի շրջանում կան խցանումներ, Աթենքի փողոցում խցանում կա, Փոքր կենտրոնում ուսանողական հատվածում կան խցանումներ այս պահի Սարալանջում Միասնիկյանում իջնող հատվածներում որոշակի խցանումներ կան։ Երևի թե այս պահի այսքանը հուսանք, որ չկան վթարներ եւ չեն էլ լինի այսօրվա ընթացքում։ Ամենայն դեպս փորձենք ապահովել անվտանգությունը ճանապարհներին, հատկապես մեր երեխաների համար, շրջանավարտների համար, որպեսզի տոնը ամբողջական լինի, չէ՞։ Այո, եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին հատուկ այսօր առանձնահատուկ մաղթենք ամփորձանք ծառայություն, բոլոր շրջանավարտներին շատ լավ օր, հիշվող օր, թող այսօրը այնքան դրական, այնքան էմոցիաներով լինի, որ ամբողջ կյանքում միայն լավ հիշողություններ արտնացնի ձեզ մոտ սիրելի շրջանավարտներ։ Դե իսկ մենք տեղափոխվենք Խոհանոց, որպեսզի ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ կապ չունի տոնական է օրը թե ոչ, Բաղադրատոմսին պետք է անդրադառնալ, որովհետեւ նախաճաշելը շատ կարևոր է։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, մեր երիտասարդությանը, մեր երեխաներին, ովքեր արդեն մտնում են, այո, մեծ կյանք, հենց այդ երևի թե շատ կրկնված այո խոսքերը, նոր աշխարհ է բացվելու իրենց համար եւ նոր փուլ են սկսելու հաղթահարել իրենց կյանքում։ Ցանկանամ, որ նրանք լինեն հաջողակ, ամենագլխավորը լինել հաջողակ, փորձել շատ կրթվել, շարունակել դեռ կրթվել, որպիսի ունենան եւ լավ ապագա եւ իհարկե լավ հաջողակ կյանք։ Ես ձեզ հորդորում եմ, որ դուք հիմա պատրաստ եք համեղ սեղաներ, եթե դեռ տանից դուրս չեք եկել,
լավ նախաճաշեք, հետո գնաք այդ արարողությունները կատարելու, իսկ եթե ոչ, տուն վերադառնաք, ապա բացեք մեծ եւ գեղեցիկ սեղաններ ձեր երեխաների լավ առիթը նշելու համար։ Եվ ես էլ իմ կողմից ուզում եմ այսօր այսպես քաղցրով ավարտենք շաբաթը, քանի որ շատ տոնական օր է այսօր։ Մենք այսօր կպատրաստենք շատ ավանդական թխվածք, բոլորից շատ պարզ հայտնի բաղադրիչներով։ Ես էլի առիթ եղել է նույն բաղադրատոմսով թխվածք եմ պատրաստել։ Միայն այսօր փոփոխությունը կլինի նրանում, որ շաքարավազ չենք օգտագործի, այլ կօգտագործենք մուրաբա։ Այսինքն ինչ ենք անելու։ Մեր կեքսը պատրաստելու համար մեզ պետք է լինելու 3 հավկիտ, մեզ պետք է լինելու մածուն, սոդա, բուսայուղ, այստեղ ունեմ մուրաբա, ինչպես նշեցի, որը կօգտագործենք շաքարավազի փոխարեն, եւ ունենք կակաո։ Կակաոն ուրեմն որոշեցի, որ կեքսը կպատրաստենք 2 մասից, այսինքն մի մասը կակաո կխառնենք, մյուս մասը մուրաբա, եւ կհասկանանք, կտեսնենք, թե ինչ է ստացվելու այս բոլորից։ Հիմա կամաց պետք է սկսեմ իմ աշխատանքը եւ իհարկե, որպեսզի հասցնենք մինչ հաղորդման ավարտը ստանալ այն գեղեցիկ համեղ թխուկը, որի մասին այսքան խոսեցի։ Ահա ինչ եմ անում եւ առաջին հերթին ես իմ գոգնոցը պետք է գտնեմ եւ հագնեմ, ահա, եւ իհարկե անցնենք առաջ։ Ես հուսով եմ բոլորդ ունեք լավ տրամադրություն եւ ամբողջ օրվա ընթացքում այս տրամադրությունը շարունակվելու է։ Սիրելիներս, մենք հիմա կունենանք կարճատև դադար, բայց վերադառնանք ու սկսենք մեր աշխատանքը, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք, այո։ Ես մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, այո, շարունակում ենք եթերը եւ շարունակում ենք շատ բարձր տրամադրությամբ։ Այսօր իհարկե տրամադրություն շատ բարձր է, տոնական եւ հրաշալի ռիթմեր, տրամադրություն, արև, ժպիտներ, շնորհավորանքներ անդադար եւ այդ շնորհավորանքները շատ գեղեցիկ եւ անվնաս լինելու համար ձեզ առաջարկում ենք թեթև ռոզե բրիզը փրփրունգինին, որը պարզապես կլինի հրաշալի համադրություն բոլոր քաղցր խոսքերի, որոնք ուղղված են մեր շրջանավարտներին։ Եվ տնից դուրս չգաք առանց նախաճաշելու, իսկ առավոտյան շատ օգտակար է կատնամթերք օգտագործելը։ Անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Զգացեք տրամադրության այն ողջ պաշարը, որ մենք այս առավոտ տալիս ենք ձեզ եւ միանշանակ արժևում նաեւ չմոռանանք, որ շաբաթ կիրակին, այսինքն հանգստյան օրերը եւ այսօր միասին արդեն եզրափակում ենք աշխատանքային շաբաթը եւ քանի որ դասերն էլ կարելի է ասել ավարտվեցին շատերի համար, այնպես որ կարելի է երկար ժամանակով պլանավորել որևիցե տեղ հանգստանալ։ Իհարկե, երկրից դուրս այս պահի դրությամբ դեռ չի կարելի, որտեղ դեռ աշխատանքային process է գնում եւ դասերը ամբողջությամբ չեն ավարտվել, քննական շրջաններ կան, բայց կարելի է փոքրիկ հանգիստ կազմակերպել հենց մեր երկրում, որովհետեւ մենք էլ ունենք շատ հետաքրքիր ու գողտրիկ վայրեր հանգստի համար։ Պատկերացրեք մի վայր, որտեղ կարծես ծառերն իրար հետ խոսում են, իսկ դուք քայլում եք կանաչ թունելներով։ Այո, մենք Ստեփանավանի դենտրոպարկում ենք։ Ստեփանավանի դենտրոպարկը արգելոցապարկային համալիր պոակի ենթակայության տակ գործող տարածք է։ Հիմնադրվել է 1930 թվականին անվանի բուսաբան Էդմոն Լեոնովիչի կողմից։ Այստեղ աճում են ավելի քան 500 տեսակ ծառեր ու դեկորատիվ թփեր, որոնց մի մասը բերված է աշխարհի տարբեր ծայրերից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ այլն։
Այստեղ կհանդիպենք հսկայական սեկվոյաների հազվադեպ հանդիպող հյուսիսամերիկյան կաղնիներին, խորհրդավոր մայրի ծառերին եւ այլն։ Ամերիկյան հսկայական սեկվոյաների Հայաստանում միայն կարող եք հանդիպել Ստեփանավանի դենտրոպարկում։ Ճիշտ է, դեռ չեն հասել իրենց մաքսիմալ բարձրությանը, բայց 35-40 մետր բարձրությամբ կանգնած են ինչպես հսկիչներ այս կանաչ անտառում ու կարող են ապրել մինչև 3000 տարի։ Դենտրոպարկը պարզապես զբոսայգի չէ, սա մի ողջ էկոհամակարգ է, որն ապրում է իր կանոններով, բուժելով հոգին ու մարմինը միաժամանակ։ Սեկվոյաները, եղևնիներն ու կաղնիները արտադրում են ֆիտոնցիդներ, կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք ոչնչացնում են մանրէներն ու մաքրում օդը։ Մի խոսքով այստեղ կարող եք գալ ոչ միայն փոշոտման շրջանում, կարող եք գալ միշտ ու լիարժեք իրապես շնչել։ Ուր գնալ, դե իհարկե Ստեփանավանի դենտրոպարկ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ստեփանավանի դենտրոպարկի տնօրեն Արտակ Ղուկասյանին, ով իր մեքենայով մեզ հասցրեց մինչև Արևածագի ձոր, հնևանք ու իր շնորհիվ մեր թողարկումը դարձավ էլ ավելի հարուստ։ Այո, նայում ես էկրանին ու մտածում, միգուցե լիներ կախարդական այս էկրանը եւ միանգամից առանց ինչ-որ հարց տալու եւ վարանելու անմիջապես էկրանից հայտնվեր հենց այնտեղ։ Մի քանի ժամ անցկացներ այդ սաղարթախիտ անտառի այդ հրաշալի օդը շնչելով ու հետո վերադառնայր աշխատանքիդ։ Ինչ լավ կլիներ։ Հատկապես երբ այդ փոշոտման սեզոնն է սիրելի Սուրեն եւ իսկական ժամանակն է Ստեփանավան գնալու, այնպես որ հարմարացրեք սիրելի հեռուստադիտողներ եւ առաջիկա հանգստյան օրերը նախատեսեք հենց Ստեփանավանում անցկացնել եւ հետևեք մեր շատ սիրելի Արթուրի խորհուրդներին։ Իսկ մենք տեղափոխվում ենք խոհանոց եւ տեսնենք թե խոհանոցում Ադրինեն մեզ այսօր ինչ բաղադրատոմս է առաջարկելու եւ ինչ խորհուրդներ է տալու դրա պատրաստման հետ կապված։ Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան, բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Սիրելիներս, ինչպես հիշում եք, ես ասացի այսօր թխվածք ենք պատրաստում, որի բաղադրիչները շատ պարզ են, շատ հասանելի են, մշտապես այս բաղադրատոմսից բոլորս էլ օգտվում ենք։ Միայն այսօր բացառություն եմ արել, շաքարավազի փոխարեն կօգտագործենք մուրաբա։ Իսկ մուրաբան իհարկե գիտեք, որքան համեղ է ազնվամորու մուրաբան, այսօր դա ենք օգտագործելու եւ այն տրամադրում է մեզ Իջևանի գինու եւ պահածոների գործարանը։ Եվ այսօր մենք կվայելենք այս համեղ մուրաբան։ Ինչ ենք անում։ Առաջին հերթին 3 հավկիթը կոտրենք եւ իհարկե սկսենք հարել։ Սիրելիներս, այսօր հարիչ չեմ օգտագործելու, պարզապես ձեռքի հարիչով, հենց այսպես էլ կհարենք, ինչու որովհետև առավել եւս որ շաքարավազ չի լինելու այստեղ, կարիք չկա էլեկտրական հարիչի, ձեռքով կհարենք եւ ամեն բան իր տեղը կընկնի։ Ահա։ Հավկիթ, 3 հավկիթ ունենք։ Այսպես, սկսենք հարել։ Սովորաբար շաքարավազի պարագայում մենք հավկիթի հետ սկսում ենք կամած հարել շաքարավազը աստիճանաբար։ Բայց այսօր այդ պրոցեսն էլ է դուրս եկել, այսպես ասած ավելի հեշտացել է այսօր մեր գործը։
Պարզապես հիմա փորձեմ լավ հարել հավկիթը, որպեսզի ամբողջությամբ այն բացվի։ Իհարկե այստեղ վանիլին է պետք ավելացնել, սիրելիներս, չմոռանանք հավկիթի հետ վանիլին օգտագործենք։ Ահա։ Այսպես։ Անմիջապես տարածվեց վանիլինի հոտը։ Ահա սիրելիներս, հիմա կլցնենք բուսայուղը։ Բուսայուղը կարծում եմ 1 սուրճի գավաթ, նորմալ սուրճի գավաթով ամբողջական կարող եք լցնել։ Իսկ եթե ձեռքի տակ հենց այսպես մեծ բաժակ է, ես արդեն աչքաչափով այս չափը բավարար է, կեսից ավելի քիչ։ Լցրեցինք բուսայուղը։ Էլի հարենք։ Եվ արդեն ավելացնենք մածունը։ Այսպես։ Սիրելիներս, ցանկության դեպքում մածունը պետք է կարող եք փոխարինել թթվասերով։ Կարող եք պարզապես կեսը մածուն, կեսը թթվասեր, ինչպես դուք եք ցանկանում, այսինքն այստեղ որևիցե պարտադիր պայման չկա, մեր ավանդական կեքսն է, դուք բոլորդ էլ գիտեք, որ որը որի հետ կարող եք փոխարինել, կամ պարզապես այս բոլորը բացառելով մեկ այսպիսի բաժակ կաթ գոլ վիճակում, ընդհանրապես հիմնականում պետք է աշխատենք թխվածք պատրաստելիս, իհարկե որոշ թխվածքներ այլ մոտեցում են ուզում, բայց հիմնականում պետք է աշխատենք, որպեսզի բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի, որպեսզի ավելի այսպես փխրուն, ավելի համեղ ստացվի մեր թխվածքները, եւ այս պարագայում էլ, եթե մածուն ունեք, կարելի է նույնիսկ, եթե շատ սառն է, սառնը հենց նոր եք հանել, կարելի է այն մի փոքր գազօջախի վրա այսպես տաքացնել, որպեսզի մի քիչ գոլ վիճակում օգտագործեք այն, այսպիսի դետալներ կա, մանրուքներ կա, որ պետք է թխվածք պատրաստելիս մի փոքր տեղյակ լինենք։ Քանի որ թխվածքը շատ այսպես յուրահատուկ պատրաստման ձև է, որը մի փոքր եթե շեղվես, 10 գրամ այս կողմ, 1 գրամ այն կողմ, մի քիչ տաք, մի քիչ պաղ, մի տեսակ երբեմն այն չի ստացվում։ Ահա, խնդրեմ, հիմա ավելացնում ենք ուրեմն։ Մեզ գթալ է պետք, ես գթալս, ահա, այստեղ է։ Հիմա ավելացնեմ մածունը։ Ավելացնենք այստեղ սոդա, թեյի գթալից մի ամբողջական չենք լցնում, մի քիչ ավելի քիչ, մեկ թեյի գթալ, ահա։ Լավ հարենք, ցանկության դեպքում կարող եք սոդայի հետ նաև քացախ ավելացնել, այդպես փրփրուն դարձնել մածունը, հետո ավելացնել։ Այսօր ուզում եմ դա բացառել։ Սովորաբար ես քացախը օգտագործում եմ։ Ավելացնենք հավկիթի վրա։ Ադրինե։ Ողջույն, ողջույն։ Հրաշալի տրամադրություն կա ու համեղ բան ես պատրաստում ես համար։ Ուզում ենք տոնել այսօր։ Այո, իսկ դու հիշում ես քո վերջին զանգը։ Ոնց չեմ հիշում։ Ոնց կարող եմ չհիշել։ Ես հիշում եմ ժամանակ այսպեսի մեծ բանտիկներ էին անում, չէ՞։ Մենք արդեն չունեինք ժապավեններ, որովհետև Պարարվեստի ուսումնարանի աղջիկները միշտ հավաքած մազերով ավելի զուսպ վիճակներում էին, այդպիսի բանտիկներ չէինք ունենում։ Իհարկե երբեմն ինչու ոչ, բայց ավելի զուսպ էր մեր ամեն կեցվածքը, բայց ես շատ լավ եմ հիշում, իհարկե դա 93 թիվներ, այն վատ շրջաններ, վատ տարիներն էին, բայց շատ շքեղ մերը մի փոքր սովորական դպրոցներից տարբերվում էր մեր վերջին զանգը, բայց շատ հետաքրքիր եւ հիշարժան էր։ Երբեք չեմ մոռանա մեր հարգելի, պատվելի
այդ շատ հրաշալի կնոջ է մեր տնօրենի Թերեզա Գրիգորյանի, ես լուսահոգի Թերեզա Գրիգորյանին, որի մասին խոսել անվերջ կարելի է եւ ով իսկապես իր սաների, իր աշակերտների համար շատ չգիտեմ ոնց ներկայացնեմ, շատ մայր էր, Թատերականություն էլ է դասավանդել։ Այո, գիտեմ, դերասանի վարպետություն։ Բարի։ Այո, նաև բարի։ Այո, որովհետև հրաշալի կին էր իր տեսքով, իր կեցվածքով, իր բնավորությամբ, իր խստությամբ, իր մոտեցումով գործին։ Տեսնում ես հիմա դու արդեն շատ էսպես ջերմ հիշում ես։ Այո, շատ։ Ես ընդհանրապես իմիջիալս լավ առիթ է։ Ես իմ ուսուցիչներին բոլորին ողջունում եմ։ Շատ սիրում եմ ձեզ եւ շատ շնորհակալ եմ այդ տարիների համար, որ իսկապես մեզ կրթեցիք եւ այսպես շատ բան տվեցիք մեզ, ինչի համար իսկապես խոնարհումս ձեզ։ Ես էլ ուզում եմ ողջունել իմ համադասարանցիներին, ճիշտ է, նրանք աշխարհի տարբեր անկյուններում են ծրված այս պահին արդեն, բայց բոլորին ողջունում եմ, որովհետեւ կա կապ նրանց հետ եւ բնականաբար շարունակվում է այդ հաճելի հիշողություններով միմյանց հետ կիսվել, այնպես որ ողջուններս բոլորին, եթե այս պահին դիտում եք, այո, շատ հաճելի էր դպրոցական տարիները եւ այն ժամանակ, երբ որ մի քիչ այո, հենց այդ շրջաններ, որ մի անհանգստություններ կարելի երկրում եւ բնականաբար ամեն ինչ խառնված էր իրար, չեմ կարող ասել, որ այդպես շատ վառ ու շատ ջերմ հիշողություններ ունեմ դպրոցից, որովհետեւ այդ տարիներին մի քիչ դպրոցում էլ անհանգստություն կար, որովհետեւ այո շատ կարևոր է այն կա մանկական հիշողությունը, որը ձևավորվում է քո մեջ եւ այդպես միշտ մնում է քեզ հետ եւ եթե այդ հիշողությունները լավն են, բնականաբար հետո լավն ես հիշում, բայց եղեն լինում են նաեւ ոչ ճիշտ մոտեցում դեպի աշակերտներին այդ տարիներին, դա շատ մի քիչ ընդունված էր, մի քիչ այդ շուկայական վիճակներ, որը փառք Աստծո հիմա արդեն դպրոցներում դա վերացվեց, այո, իսկ այն ժամանակ այդ շուկայական վիճակը կար եւ դա խանգարում էր ճիշտ ըմբռնմանը աշակերտ ուսուցիչ հարաբերության եւ ընդհանրապես դպրոցի հետ, բայց հիմա կարծում եմ շատ ավելի կարգավորված է եւ այս ամենը հանված է, որտեղ ես գիտեմ, որ շատ դպրոցներում նույնիսկ արգելված է, գումար հավաքել, ինչ-որ բաների համար նախաձեռնությունների եւ դա շատ խիստ հսկողության տակ է արվում, իսկ այն ժամանակ այդպես չկար, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, լավ, չխորանանք այդ ամենի մեջ, ես պարզապես ողջունում եմ իմ համադասարանցիներին, ուրեմն շատ սիրելի դասատուներ, բնականաբար, որոնց հիշում եմ շատ ջերմ, որովհետեւ ոչ բոլորն էին, որ այդ մտքի հետ համաձայն են այդ առևտրական, մի խոսքով, ջերմ ողջուններս եւ հաճելի հիշողություններից համար շատ ճիշտ ես, ողջունում ենք իսկապես, մենք մեծ ենք, հիմա շատ մեծ ենք, բայց մեր ուսուցիչներին երբեք չենք մոռացել, մանավանդ այո, այն ուսուցիչներին, ովքեր աշակերտների հետ սերտ հարաբերությունների մեջ էին, այսինքն հասկանում էին աշակերտին եւ առաջնորդում էին դեպի մեծ կյանք։ Եվ իմիջիալոց չեմ ուզում եմ առիթից օգտվել եւ հիշել իմ ընկեր Սաֆարանին, մեր Սոնայի հայրիկին, ով եղել է իմ ամենասիրելի ուսուցիչը, ողջունում եմ ձեզ ընկեր Սաֆարյան եւ շատ շնորհակալ եմ այն տարիների համար, որ դուք մեզ լավ ընկեր եղաք եւ մեզ կարողացաք կրթել այնպես, ինչպես մենք հիմա ներկայանում ենք։ Եվ իմ ընկեր Բարխուդարյանին, իմ ամենասիրելի դասրեկին, իմ հրաշք ընկեր Բարխուդարյանին, ում ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Այո, խոնարհումներս բոլոր ուսուցիչներին, որովհետեւ շատ կարեւոր գործ եք անում եւ շատ ազնանվեր եւ առանձնահատուկ իհարկե ողջունել բոլոր մանկավարժներին, որովհետև երեխաների հետ աշխատելը, նրանց կրթելը շատ դժվար եւ շատ հերոսական գործ է այսօր, գիտենք, որ այդքան բարձր չեն, հա, վարձատրությունները այս ոլորտում, բայց միևնույն է կան շատ նվիրյալ ուսուցիչներ, որոնք այդ ամենի մասին չեն մտածում, այլ մտածում են մի գաղափարի մասին կրթելու սերունդը եւ դարձնելու ավելի խելացի եւ գիտակ, որպեսզի արդեն երկրում ապագան ձևավորվի ավելի ճիշտ։ Այնպես որ սիրելի ուսուցիչներ, խոնարհումներս բոլորին, սա նաեւ ձեր տոնն է, ձեր աշխատանքի արդյունքն է, որոնցով հետագայում արդեն հպարտանալու եք, երբ որ ձեր աշակերտները կհասնեն բարձունքների, այ դուք ասեք, իմ աշակերտն է։ Ճիշտ է։ Ես ցավոք սրտի իհարկե ես չհասցրեցի հանդիպել իմ առաջին դասարանի ուսուցչի հետ, ով հետո իմացա, որ պարզապես ամեն անգամ եթերները նայելուց ասում էր իմ Սուրենն է։ Եվ այդպես հանկարծ մի ցանկություն հայտնեցի, որտեղ իմացա, որ նա հետաքրքրված է, բայց ցավոք նա արդեն անկողնային էր եւ մենք չկարողացանք հանդիպել, այնպես որ պետք չի ասել կանենք անպայման հետո թողեք։ Արեք հենց այդ պահին, եթե գտնում եք, որ դա պետք է արվի, այնպես որ խոնարհումներ ձեզ սիրելի ուսուցիչներ, այս պահին էլ կարճ դադար մենք կունենանք, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք թատեր աշխարհ եւ այսպես 3 մեծ պրեմիերա ռուսական թատրոնում մայիսի 29-ին։ Մնջախաղի թատրոնը ներկայանում է ոսկոր, սգացող կանայք եւ խալի ներկայացումներով։ Այո, եւ այս առիթով արդեն մեր տաղավարում են Միլենա Բարսեղյանը, Միլենա Խաչատրյանը, Ղազարյանը, այո, եւ Ղևոնդյան Թամարան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ, Տրամադրությունը։ Այսօր վերջին զանգն է, երբ եք ավարտել դպրոցը։ 2 տարի առաջ։ Լուրջ։ Այո։ Շատ լավ է։ Մնջախաղի թատրոնը ունի մեծ պրեմիերա, հա, իսկ Մնջախաղի թատրոնը մենք գիտենք, որ բարբերաբար այսպիսի հրաշալի տոներ է մատուցում բոլորիս։ 3 փոքրիկ ներկայացում, որը ներառված է մեկ մեծ ներկայացման մեջ։ Խոսենք այս մասին, պատմեք մի քիչ։ Ես պատմեմ, մեր խաղացանկի մասին ընդհանուր 3 ներկայացում է, հենց ոսկորը, սգացող կանայք եւ խալին։ Ոսկոր ներկայացումը վերցրված է միտքը Կլարիսա Պինկոլայի գրքից, կանայք, որոնք վազում են գայլերի հետ։ Սգացող կանայց միտքը ընդհանուր Ռիմա Պիպոյանի մոտ ստեղծվել է այն ժամանակ, երբ որ Սինդոնում հայտնաբերված այդ սգացող կանայք սարկավագը տեսել է։ Իսկ խալի ներկայացումը մեր հիմնական խալիի 5 գույների մասին է, ինչ պատմությունների մեջով են անցնում հենց խալիները։ Օհո։ Շատ հետաքրքիր է, ովքեր են հանդիսատեսը։ Հանդիսատեսը տարբեր ներկայացուցիչներ են տարբեր ոլորտներից, ոչ միայն թատերարվեստից, ու հաճախ արտասահմանից հյուրերին է հետաքրքրում թեման։ Մենք ներկայացել ենք խալին նաև Ֆրանսիայում, Փարիզում, նոյեմբեր ամսին ու մեծ ոգևորությամբ կարողացել ենք այդ ամեն ինչը ցույց տալ ու հետագայում արդեն նպատակներ կան Եվրոպայում ներկայացնելու, քանի որ արտասահմանում շատ հետաքրքրված են ժամանակակից պարային ներկայացումներով, ավելի շատ կարծում եմ, քան Հայաստանում։ Եվ հայկական թեմատիկան ավելի է հետաքրքրում դրսում։ Այո։ Եվ քանի որ ներկայացումը վերադառնում է, որովհետև անցյալ տարի հուլիսին արդեն խաղացել եք, դուք նոր անձնակազմն եք, թե անցյալ տարի եւս ընդգրկված եք եղել ներկայացման մեջ։ Անձնակազմի մեջ փոփոխություններ չի եղել, մենակ մի մասնակցի մեջ է եղել փոփոխություն, դա սգացող կանանց մեջ, բայց սաստավը ամբողջությամբ նույնն է մնացել։ Երեքից որ ներկայացումն է հատկապես ձեզ դուր գալիս։ Խալին, քանի որ մենք հենց խալիից է միտքը ծագել, կարծում եմ, ներկայացումների հիմքը դնելու եւ ինձ թվում է բոլորի շատ հարազատ թեմա է, երաժշտությունն է շատ հատուկ երաժշտությունը գրվել է մեզ համար Հայկ Կարոյի կողմից, այսինքն ներկայացման համար է գրված, կան նաև հատվածներ, որոնք վերցված են խազեր երգչախմբի աշխատանքներից, կարծում եմ ինձ համար խալին է, քանի որ ես հենց այդ ներկայացմամբ եմ հանդես գալիս։ Աղջիկներ։ Ինձ համար ոսկորը, որի մեջ հենց ես էլ ապարում եմ, որովհետև այնտեղ մի միտք կա, որը շատ ինձ համար հետաքրքիր էր, այն թեման, որ դու ստեղծում ես ինչ-որ մի կերպար ու պետք է կարողանաս նրան բաց թողնել, որովհետև ինչքան էլ դու ստեղծել ես, բայց դա ամբողջությամբ քոնը չէ, ու դու պետք է կարողանաս դրանից ազատվել, ամբողջությամբ քեզ չպահել միայն։ Դրա համար իմ համար ավելի խորն է ոսկորի իմաստը բեմադրության։ Ինձ համար 3 ներկայացումներն էլ շատ կարևոր են։ Ներկայացումների հեղինակը Ռիմա Պիպոյանն է։ Ողջույններս Ռիմային, եթե մեզ դիտում են, շատ տաղանդավոր մարդ, հիանալի է։ Սովորում եք ընթացքում հիմա ուսման process-ը Սովորում եմ թատերական ինստիտուտում։ Մնջախաղի բաժնում։ Պարվեստի ռեժիսուրայի բաժնում, նույն կուրսում ենք սովորում։ Երկրորդ կուրսում։ Շատ լավ, իսկ բարի հանդեպ սերը շատ փոքրուց է գալիս։ Այո։ Չնայած ընդհատումներով, բայց այո։ Նույն կուրսում սովորելը օգնում է, որպեսզի բեմում փորձերը ավելի հեշտ լինեն, ավելի շուտ իրար հասկանաք, ավելի լավ ըմբռնեք։ Այո։ Մենք դեռ արդեն 3 տարի էլ սովորել ենք քոլեջում միասին, Պարվեստի ուսումնարանում ենք սովորել, էլի հիմա էլ թատերականում ենք սովորում միասին։ Այդ ամեն ինչն շատ է օգնում, իրար շատ լավ ենք հասկանում։ Շատ լավ։ Նայեք, հա, պարը ինքը մեկ այլ աշխարհ է իր ամբողջ հզորությամբ, շարժման արվեստով, էմոցիաների արվեստով, իսկ մնջախաղը մեկ այլ աշխարհ է։ Ճիշտ է, առաջին հայացքից շատ սինթեզելի են իրար հետ, բայց երբ որ զատում ես իրանց բաժանում ես, դու հասկանում ես, որ նման են եւ միևնույն ժամանակ շատ տարբեր են։
Մնջախաղում ավելի շատ պետք է պլաստիկան մարմնի եւ էմոցիոնալ ահռելի մեծ դաշտը, հոգու աշխարհը։ Բարի դեպքում դու կարող ես այդ էմոցիոնալը արտահայտես, բայց ավելի շատ պետք է պարային շարժումները ավելի ընդգծելի լինեն, հա։ Այս շատ իրար նման, բայց իրարից շատ տարբեր սինթեզումը արդյոք ստացվում է։ Կարծում եմ, որ ստացվում է, քանի որ Եթե ռիման է անում, քանի որ հենց դրանց միացումն է բերում լավ արդյունքի, ու ինչքան էլ իրանք իրարից առանձին գործում են, նորից կարող են իրարից առանձին շատ լավ գործել, բայց դեպքեր կան, երբ նրանց միացումը ավելի հաջող արդյունքի է բերում։ Դրա համար է կարծում եմ մեր համագործակցությունը Մնջախաղի թատրոնի հետ, բայց պետք է հիշել, որ պարարվեստը ինքնուրույն նույնպես կարող է գործել։ Այո, իսկ ցանկություն չեղես ընթացքում կարող է գնամ Մնջախաղի թատրոն եւ Ոչ։ Մնջախաղի դերասան։ Ինձ թվում է պարը գերակշռում է, այո։ Ոսկոր ներկայացման մասին էլ մի փոքր խոսենք, որովհետև խալիի մասին խոսեցինք։ Ոսկորից մի քիչ մեզ պատմեք։ Ում ոսկորն է նկարահանում։ Ոսկոր ներկայացման ստեղծման փորձերը դեռ ավելի շուտ էին սկսել, քան խալին, ու շատ հետաքրքիր էր, որտեվ մեր համար դա բարդ էր, թե որպես կատարողական առումով, թե մտքային առումով հասկանալը, բայց մենք այդ դաժան աշխատանքներից, պարապմունքներից հետո հասանք վերջապես մեր ուզածին, մեր ներկայացումը մենք շատ լավ եղավ, մենք շատ սկսեցինք շատ սիրել այդ ներկայացումը, չնայած որ մի փոքր չենք հասկանում, չենք ուզում պարենք, ես եւ իմ մյուս պարընկերը Նաթելա Բաղրամյանը, բայց չգիտեմ, եւ նույնիսկ երբ Ֆրանսիայում մենք դա ներկայացրեցինք, մի փոքր խնդիրներ եղան, ավելի փոքր տարածք էր եւ մեր ամբողջ ոսկորի ներկայացման ժամանակ օգտագործում ենք փայտ երկար։ Այդ փայտը շատ էր խանգարում փոքր տարածքում մեկս մյուսին հարվածելու, կաշկանդվում ենք, սակայն այդ ամբողջ այդ փորձություններից հետո մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այդ ներկայացումը ու այս անգամ ամսի 29-ին, երբ որ մենք պարենք, ավելի լավ կներկայանանք հանդիսատեսին։ Վաու։ Սկզբում չէիք ուզում խաղալ, բայց հետո ամենաշատը սիրեցիք։ Լավ, ինչ պլաններ ունեք, ինչ ծրագրեր կան հետագայի հետ կապված, ինչպես եք ձեզ պատկերացնում այս ամենում արդեն 10 տարի հետո։ Պլաններ շատ կան թատրոնի հետ կապված, մենք նպատակներ ունենք ոչ միայն Երևանում, այլ նաև տարբեր մարզերում ներկայացնելու 3 ներկայացումներ եւ երկրից դուրս նույնպես Եվրոպայում, իսկ մեզ կարծում եմ երկար եւ դժվար աշխատանք է սպասվում Հայաստանում զարգացնելու համար ընդհանրապես ժամանակակից պարը, քանի որ դրա հիմքերը կարելի է ասել դրվել են մի քանի տարի առաջ, ավելի խորացված եւ այսպես ասած մենք պետք է շարունակենք այդ գործը եւ արդեն փորձում ենք պատրաստվել։ 2 տարի ուսման process-ի մեջ են, բայց ասում եմ մենք պետք է շարունակենք, որովհետեւ զգում ենք կարեւորությունը, որ այս ավանդույթները փոխանցվել է իրենց եւ հիմա իրենք պիտի այս ամենը շատ ճիշտ կերպով տանեն։ Հիանալի եւ ինչ եք մտածում ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ։ Որ պետք է անպայման հաջողված լինի ներկայացումը, ինձ թվում է։ Այո։ Իմ կարծիքով զգացողական դաշտը ամեն անգամ տարբեր է լինում, առաջին անգամ ներկայացումը խաղալիս եւ մի քանի անգամ խաղալուց հետո, բայց այդ լարվածությունը երբեք չի պակասում ու շատ կարեւոր է, եթե լարվածությունը չի լինում, ինչ որ մի բան հաջող չի լինելու, պետք է լինի այդ փոքր լարվածությունը գոնե, բայց շատ հաճելի զգացողություն է բեմում այդ ծափահարությունները վերջում զգալը, քո աշխատանքի գնահատականը շատ կարեւոր զգացողություն է յուրաքանչյուր արտիստի համար, ոչ միայն պարողի։ Դուք։ Ես ամեն անգամ դուրս գալուց բեմ լարվում եմ, մանավանդ որ հենց առաջին ներկայացումը ոսկորն է, հետո 10 րոպե ընդմիջում սկացող կանայք եւ պետք է արագի մեջ հասցնենք, փոխվենք, մազերը փոխենք, որպեսզի խալին պարենք ու դրա համար ավելի շատ է լարվածությունը, հանկարծ չուշանանք, մի բան այն չլինի, դրա համար ամեն անգամ ինձ փորձում եմ հանգստացնել ետնաբեմում, որ ամեն ինչ լավ կլինի, դու կարող ես կհասցնեք ամեն ինչ։ Այո։ Եվ կամ այսօր վերջին զանգը ինձ հետաքրքիր է դպրոցի ինչ է ձեզ տվել, հիշում եք արդյոք ձեր վերջին զանգի օրը եւ
Մենք հիշում ենք եւ պատրաստվում ենք գնալ ուսումնարան այսօր, այստեղից մի անգամից այնտեղ գնալ, քանի որ Պարվեստի ուսումնարանն է մեզ միավորել, կարելի ասել, Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ եւ բացվեց մոդեռն բարի բաժինը, մենք առաջին շրջանավարտներն ենք եւ այնտեղ է անցել դրվել այն սկիզբը, որը հիմա շարունակվում ու ներկայացվում է բոլորին, այսինքն այդ դժվար ճանապարհը սկսվել է հենց դպրոցի, քոլեջի տարիներից եւ լավ ասացիք դժվար ճանապարհը, որովհետեւ ես գիտեմ սննդային շատ խիստ օրակարգեր կան այնտեղ, գրաֆիկը, դասերը շատ բավականին երկար են տևում եւ մասնագիտական առարկաները եւ հանրակրթական դժվար է այնտեղ սովորելը։ Այո։ Շատ լավ, իսկ ունեք այսօր ընկերներ, ծանոթներ, ում վերջին զանգն է պիտի շնորհավորեք նրանց։ Այո, միանշանակ։ Այո։ Ընտանիքից են, ընտանիքի չէ՞։ Չէ։ Չէ, ընկերներ։ Շատ լավ, դե ուրեմն մինչև իհարկե ընկերներին շնորհավորել, շատ կարևոր առիթ ունեք ներկայացումն է։ Ձեզ ուզում եմ նվիրել Ջովանի Սափոր գինին, այնպես որ կարծում որ այս գինին շատ լավ տրամադրություն կհաղորդի ձեզ արդեն ներկայացում։ Շնորհակալություն ձեզ ու լավ տրամադրություն։ Ձեզ նույնպես, մերսի շատ։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այստեղ մեզ մոտ թոհ ու բոհ է։ Տոնական օր է, մի տեսակ շատ տոնական։ Սոված ենք։ Ինչ մերկես տակցնեմ, սոված եմ։ Սուրենը պատրաստում է նախաճաշ, հետո ինքան լավ է, երբ մայրը զբաղված է խոհանոցում, երեխեքը գայս են օգնում են։ Նախաճաշ են խոհանոցը, չէ՞։ Ես ուզում եմ արդարացնեմ ամեն բան, դու ամեն բան։ Ես ամեն բան ասում եմ, այնպես ինչպես կարելի։ Ինչպես որ կա։ Շատ համեղ բաստուրմայով պանիրն ենք ուտում էլոլայի, այնպես որ Այնպես որ Ժորժ ջան նախաճաշեք։ Ներողություն, եթե այսօր բաստուրմայի հոտը շատ լինի։ Սա խոսում է այն մասին, որ դուք էլ անպայման պետք է նախաճաշեք։ Իսկ ես պատրաստում եմ իմ կեքսը, սիրելիներս մաղով անցկացնենք 2 բաժակ ալյուր եւ ավելացնենք մեր զանգվածի վրա։ Առայժմ հեղուկ զանգվածի, որը պետք է վերածենք ավելի իհարկե կեքսանման պինդ, ուրեմն զանգված ստանանք։ Սա կթողնեմ առայժմ այստեղ եւ աստիճանաբար հիմա ավելացնենք, այստեղ իհարկե մի փոքր աղ կցանեմ եւ ցանկության դեպքում մեկ առատ թեյի գտալ կարող եք փխրեցուցիչ ավելացնել նաեւ։ Ես հիմա աստիճանաբար այսպես լցնեմ եւ խառնելով գնանք առաջ։ Խառնելուց հետո սիրելիներս կավելացնեմ մեր մուրաբան Եվ կարծում եմ այս ընթացքում, չգիտեմ, մի փոքր երևի կթողնենք հանգստանա մեր խմորը, հետո արդեն կավելացնենք, մուրաբան բացում է, Սուրեն ջան, ես արդեն հոգ էի տարել այդ մասին, փոքրիկ ափսե կտաս ինձ ադինը, ես ուզում եմ պանիրը մուրաբայով, փոքրիկ ափսե։ Ես հիշում եմ, երբ որ մենք հանկարծ փոքր ժամանակ մուրաբայով պանիր ուտենք կամ քաղցրով խառնենք աղին իրար հետ, մեզ կասեին Այսինքն խենթություն է, այո։ Բայց հիմա սա շատ համային իդեալական համադրություն է, իսկապես ես կողմ եմ, միայն կողմ եմ այսպիսի համադրությունների, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, Ժորժ ջան, փորձեք։ Ահա, ես հիմա ուզում եմ ավելացնեմ մեր մուրաբան։ Աչքաչափով եմ սիրելիներս լցնում, այդպես չափաբաժին չեմ կարող ասել, պարզապես այսպես աչքաչափով լցրեցինք։ Էլոլան եւ Ջևանի գինու գործանը շատ համադրելի են իրար հետ։ Եվ իհարկե համարյա պատրաստ է մեր խմորը, մի փոքր ես խմոր կառանձնացնեմ, որպեսզի մեջը ավելացնեմ կակաո։ Եվ իհարկե արդեն կտեղափոխենք մեր հրակայուն ամանի մեջ, որպեսզի ջեռոցում եփվի։ Իմիջիայլոց սիրելիներս, պարտադիր պայման չէ բոլոր թխվածները պատրաստել ջեռոցում։ Կարելի է նաև գազօջախի վրա էլ թխել, ունենալ համապատասխան աման, այսինքն լավ կաթսա, որը չկպչի, այդպես չփչացնի մեր թխվածքը, մի փոքր կաթսայի մեջ գոլորշ ջուր ենք լցնում, տեղադրում ենք տարան, կեքսի եւ գոլորշիով այն եփվում է ընտիր ձևով։ Որպեսզի այս ամենը հասնի նաեւ մեր մյուս անձնակազմին, այս պահին դարձարկում, թե չես ամբողջ իմա կուտեմ։
Այսպես քայլ առ քայլ շարժում ենք առաջ եւ այսօր իհարկե տնական տրամադրություն կա վերջին զանգի արարողությունները շատ դպրոցներում արդեն իսկ մեկնարկել են, տոնը սկսվել է, մենք էլ փորձենք այս տնական տրամադրությունը փոխանցել մեր հեռուստադիտողին։ Այո, եւ հիմա շատ կարեւոր է խոսել առողջ ապրելակերպի մասին, որովհետեւ մարզվելը ընդհանրապես տոնական օր չի ճանաչում եւ պետք է գնալ մարզասրահ, ստանալ շատ մեծ էներգիա, որովհետեւ յուրաքանչյուր մարզումից հետո մենք լիցքավորվում ենք։ Իսկ առողջ ապրելակերպին հետևելը շատ կարեւոր է։ Այս ամենը կգտնեք իհարկե Hill սպորտային համալիրում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ ստեղծված է բոլոր հարմարությունները, որպեսզի ձեր մարզումը լինի օգտակար, արդյունավետ եւ շատ հարմարավետ։ Հենց հիմա մեր եթերում առավոտը Hills-ում Edge-ն է։ Բարև ձեզ, ես մարզիչ Հրաչն եմ։ Այսօր կմարզենք մեջքի մկանները։ Առաջին վարժությունը կսկսենք մարզասարքի օգնությամբ։ Սկսելուց առաջ պետք է ընտրել մարզասարքի ճիշտ դիրքը, որպեսզի վարժությունը կատարելիս հնարավորինս մենք մեզ զգանք կոմֆորտ։ Գալիս ենք առաջ, մեջքը պահում ենք ուղիղ, իջեցնում ենք կրծքավանդակի ավելի ստորին հատվածը։ Մեջքը տանում ենք փոքրինչ հետ։ Բարձրացնելը ավելի դանդաղ, լրիվ բացվում է։ Մեջքի մարզումը կշարունակենք համեր մարզասարքի օգնությամբ։ Վերցնում ենք լայն, այս վարժության ընթացքում կրկին աշխատում է մեջքի լայնակի մկանի վերին հատվածը։ Իջեցնում ենք ականջների մակարդակ, բարձրացնում ենք դանդաղ։ Աշխատանքի ընթացքում փորձում ենք հնարավորինս լարենք մեջքի լայնակի մկանի վերին հատվածը։ Վարժությունը կատարում ենք ոչ շատ արագ։ Երրորդ վարժությունը մեջքի մկանների հետ կապված կատարենք ծանրաձողի օգնությամբ։ Վերցնում ենք քաշը, ոտքերը ուսերի լայնությամբ, փոքր ինչ ծալում ենք ծունկը, նստատեղը գնում է հետ, մարմնով իջնում ենք այնքան ներքև, այնքան ձողը, որ լինի ծնկից ներքև։ Բարձրացնում ենք փորի մոտ, դրա հետ մեկտեղ ուսերը բարձրանում է, հավաքվում է հետ։ Շատ կարևոր է հայելիների օգնությամբ ստուգել վարժության ճիշտ կատարումը։ Վերևում փոքրինչ ֆիքսում ենք, որպեսզի մկանի լարումը զգանք։ Մեջքի մարզումը կեզրափակենք սիթրով մարզասարքի օգնությամբ։ Այս վարժության ընթացքում կրկին աշխատում է մեջքի լայնակի մկանի ստորին հատվածը։ Երբ որ կատարում ենք կոնցենտրիկ աշխատանքը, այդ ժամանակ պահում ենք լարված փոքրինչ։ Ֆիքսում ենք հանգիստ հետ։ Մարզումները շատ կարևոր են թե մկաններ հավաքելու համար եւ թե ճարպի կորստի համար, սակայն չպետք է մոռանանք կալորիաների ճիշտ հաշվարկը։ Շարունակենք մեր ծրագիրը։ Այո, եւ ես հիշեցնեմ, որ Hill սպորտային համալիրում գործում է 73-ից ավելի խմբային մարզումներ։ Կարող եք գնալ, գտնել ձեր ամենասիրելի մարզումը եւ ես վստահ եմ, որ շատ հարմարավետ, շատ իդեալական ժամանակ անցկացնեք հենց այնտեղ։ Կարող եք գնալ ամբողջ ընտանիքի անդամներով, նաեւ երեխաների հետ, որովհետեւ երեխաների համար խմբակները եւս շատ են։ Ես առաջարկում եմ օրվա խորհրդին համաձայն վայելենք վերջին զանգին վերաբերող որևէ երկ այս պահին, բարձրացնենք մեր տրամադրությունը, երաժշտական առավոտ ունենանք, հենց հիմա վայելենք ու վերադառնանք։
Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հաղթնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում ենք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na-na-na-na-na Na-na-na Na-na-na-na Զանգն է վերջին Na-na-na-na-na Ահա, եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, ովքեր այսօր ավարտում են դպրոցը եւ ինչպես այսպես դարերից եկած խոսքն է ասում, մտնում են մեծ կյանք եւ շարժվելով առաջ խոհանոցում եմ իմ ֆրացիելի Ադրինեի կողքին, որովհետեւ ինքը այսօր պատրաստում է քաղցր բաղադրատոմս, որտեղ քաղցր այնտեղ ես։ Շատ համահունչ ենք։ Այո, Սոն, եւ դու շատ տոնական ես այսօր, շատ գեղեցիկ ես։ Վերջին Զանգյան։ Այո, շատ այսպես համահունչ ենք, ինձ թվում է օրվա հետ։ Եվս մեկ անգամ ես էլ եմ միանում քո գեղեցիկ խոսքերին շնորհավորենք եւ ասենք բարձր տրամադրություն ենք մաղթում ու թող ամբողջ օրը այսպես լավ տրամադրությամբ շարունակվի ու հետագա կյանքն էլ հենց այդպիսի բարձր տրամադրությամբ լինի։ Եվ իհարկե մենք առաջարկել ենք այսօր քաղցր կեքս, այո, համեղ տարբերակ, իհարկե բաղադրիչները եւ բաղադրատոմսը բոլորին էլ շատ պարզ է եւ հայտնի է։ Սիրելիներս, ես մեկ ամբողջական ամանը արդեն տեղափոխել եմ ջեռոց, որպեսզի հասցնենք պատրաստի վիճակում ցուցադրենք։ Հիմա մի փոքր մնաց խմորից ես կլցնեմ այս փոքրիկ ամանիկի մեջ եւ մենք իհարկե դուք էլ կտեսնեք թե ինչպես է այն ուրեմն դասավորվում ամանի մեջ։ Մի քիչ բուսայուղ ավելացնեմ ամանի մեջ։ Հարցնեմ զեբրայի տեսք, հա։ Նման մի բան, այո, կարող է շատ
շատ, այսպես ասած, նման չլինի, բայց այո, ինչու ոչ, տարբերակը հենց այդպեսին է։ Սիրելիներս, յուղ ենք լավ ամանը, եթե զգում եք մի փոքր շատ է, կարելի ինչու ոչ այ յուղը լցնել խմորի մեջ եւ խմորը լավ խառնել, այո, իհարկե։ Եվ ես սկսեմ արդեն ներկայացնել, թե ինչ ենք անում։ Այո, զեբրայի տարբերակ, երևի դու ճիշտ նշեցիր։ Մոտավորապես, այո, նման մի բան։ Մի փոքր պինդ է ստացվել զանգվածը, զեբրայի տարբերակում ավելի, այսպես, մի քիչ թույլ խմոր է, ավելի հեշտ է լինում այդ ձևը ստանալ, այս պարագայում մի քիչ մեր խմորը պինդ է, ավելացնել։ Այո, արդեն կարող ենք ավելացնել հաջորդ շերտը, և երևի մեկ շերտ էլ կստացվի շոկոլադե, մյուս շերտը առանց շոկոլադի, ամբողջապես լցնեմ այն, և իհարկե վերջում այդ տարբերակը։ Իհարկե ծանրությունից այն կմիախառնվի, հաստատ որ դա էլ լցնես սրա վրա, այո, կարող ես լցնել։ Լցրեցի։ Ամբողջովին կարող ես, այո։ մի փոքր քիչ մնա վրայի հատվածում շոկոլադը, բավական շատ է սիրելի Ադրինա, այո, ճիշտ է, բավականին շատ է, բայց կարծում եմ այսպես կուրչի ամանից էլ մի բան էլ դուրս կգա և շատ հաճելի կլինի, ես իմիջիալից շատ սիրում եմ այդ տարբերակը, երբ ուռչած մեծ, այո, դուրս է գալիս, այսպես թափվում է, շատ հետաքրքիր ճոխություն է տալիս, շատ տիկնիկի չափաբաժին է, սա ես և դու կուտենք, շատ լավ, այսպես, և կարելի է իմիջիալոց ասեմ, որ որից է փայտիկի կամ քչփորիկի կամ այս խորովածի համար նախատեսված փայտիկով կարելի է այսպես, այո, խառնել, որպեսզի գունային ինչ-որ ներսում համադրություն լինի, այ այսպես։ Ես գործեմ ինչքան այս ամանից փորձեմ զանգված դուրս բերել, դուրս կգա ինչ-որ շատ է։ Շատ լավ է, թող շատ լինի։ Արի մի քիչ էլ ավելացնեմ։ Այո, այսպես։ Շատ լավ է, ընտիր։ Այո։ Շատ հոյակապ է։ Ահա։ Ուզես էլի խառնեմ մի փոքր այս հատվածը, որը նոր ավելացրի։ Արդեն շոկոլադի հատվածը դուրս եկավ երես, այո։ Այնպես որ սիրելիներս այսպիսի տարբերակ էլ ունենք, մեծ ամանով էլ ունենք, ես հենց հիմա կտեղափոխեմ այն ջեռոց և քիչ հետո երևի թե պատրաստ կլինի ու կվայելենք։ Ահա։ Եվ իհարկե չենք մոռանում լավագույնների մասին, ովքեր մեզ մշտապես օգնում են խոհանոցում, Էլոլա ապրանքանիշը, որը առաջարկում է անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, կարող եք ձեռք բերել եւ վայելել ընտանիքի անդամներով, հատկապես փոքրիկներին կարող եք տալ, որովհետեւ շատ կարեւոր է մեր օրերում գտնել կաթնամթերք, որը առանց հավելումների է եւ բացառապես անարատ կաթից է պատրաստվում։ Դե իսկ պանիրների լայն տեսականի մասին պարբերաբար ձեզ պատմում ենք այսօր առավոտյան էլ մենք ինքներս օգտվեցինք նորույթից Էլոլայի բաստուրմա սոլուգունի համադրությունից, որը մեր ամբողջ թիմը շատ է սիրել։ Շատ։ Այո։ Եվ իհարկե չենք մոռանում, ջան։ Ուզում էի նշել, որ շատ կարևոր է այդ նախաճաշի միշտ անընդմեջ կրկնում ենք այդ մասին եւ բաստուրմայով այդ պանիրը, սուլուգունի պանիրը ինձ թվում է, եթե ձեռքի տակ ունենաք, ել չեք կարող այսպես խուսափել նախաճաշից, այն կհիշեցնի ձեզ նախաճաշի մասին եւ դուք շատ համեղ օգտակար առավոտյան նախաճաշ կունենաք։ Այո, գայթակղությանը հաստատ չեք դիմանա եւ իհարկե օրվա բաղադրատոմսի հետ եւ քանի որ այսօր ի վերջո տոնական է օրը, առանձնացնում ենք Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող անմահական գինիները, առավոտյան իհարկե խորհուրդ է տրվում փրփրուն գինին, բայց օրվա ընթացքում կարող եք անցնել նաեւ սպիտակ, ռոզե տարբերակին, երեկոյան էլ կարմիր գինուն, այնպես որ առանձնացրեք հենց այս ապրանքանիշը, քանի որ այն վաղուց հայտնի է եւ շատ սիրելի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ իհարկե գինու գործարանը արտադրում է պահածոների հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում եւ հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։
Հոյակապ է, ես կարծում եմ, այո, այսօր այդ օրն է, որ սեղանները ճոխ լինեն, առատ լինեն եւ այս բոլոր մեր նշած ապրանքանիշը նաեւ լինի ձեր սեղանին։ Էնպես որ վայելեք օրը, վայելեք տոնը, առիթը բաց մի թողեք։ Սովորաբար այսպես խույս ենք տալիս, ասում ենք, դե լավ ժամանակը չէ, հիմա չէ, հետո կանենք, բայց այսօր պետք է առիթից օգտվել հաստատ։ Եվ երեխաներին էլ այսպես քաջալերենք, որպեսզի նրանք շատ ուրախ մուտք անեն հաջորդ փուլ, իրենց կյանքի հաջորդ փուլը։ Դե քանի որ մեր խոհանոցում, Ադրինեի խոհանոցում ամեն ինչ պարզ է եւ պատրաստ է, հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը, դե այսօր շատ տոնական օր է եւ պետք է խոսենք անպայման իհարկե կրթությունից։ Եվ այսպես, այս տարի լրանում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 75-ամյակը։ Հոբելյանական տարին լինելու է հագեցած մշակութային միջոցառումներով, համերգաշարերով ու հետաքրքիր իրադարձություններով։ Դպրոցի բազմամյա գործունեության, լավագույն ավանդույթների եւ ձեռքբերումների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հոակի տնօրեն Անահիտ Գևորգյանը, Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց հոակի վոկալ բաժնի վարիչ Հասմիկ Ջարոյանը եւ դպրոցի սաները Լիա Խարատյանը եւ Եվա Փարեմուզյանը։ Բարի առավոտ։ Բարի Ոսեք։ Շատ լավ ենք, տոնական։ Տոնական, այո։ Ունեք շրջանավարտներ։ Այո, ունենք եւ այսօր մեր տաղավարում պետք է լինեին երկու այն փայլուն շրջանավարտները, սակայն նրանց վերջին զանգներ եւ մենք հետագա մեր զրույցի ժամանակ կխոսենք նրանց հաջողություններից եւ Լիան եւ Եվան ոչ պակաս փայլուն աշակերտներ են, բայց նրանք շրջանավարտ չեն։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ այսօր շնորհավորել բոլոր մեր հանրապետությունում, բոլոր շրջանավարտներին, վերջին զանգի կապակցությամբ, մանկավարժներին, դպրոցներին, տնօրեններին, որովհետև այսօր շատ տոնական եւ հուզիչ օր է։ Ես մեր փորձով եմ ասում, որ երբ երեխաները տարիներ շարունակ սովորում են դպրոցում, շատ դժվար է բաժանվում քո սիրելի աշակերտներից, որովհետև այնքան սեր ու ջանք ես ներդրել նրանց մեջ, որ եւ ուրախանում ես, որ նրանք գնում են դեպի մեծ աշխարհ, մեծ կյանք, բայց քո այդ ներդրած սերը ուրախանում ես եւ տխրում ես, որ պետք է բաժանվես, բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում է եւ կգան նոր սերունդ, գալիս են նոր սերունդ, լուրջ երազանքներով եւ նպատակներով։ Այո։ Ահա, մենք այս հոբելյանական, հիմնադրման 75-ամյակի հետ կապված կարևոր հետաքրքիր իրադարձություններ ունենք։ Խնդրում եմ կիսվենք հենց այդ ամենով նաեւ։ Ինչ է սպասվում, ինչ է լինելու։ Ես մի փոքր կներկայացնեմ մեր ամբողջ հոբելյանական տարվա ծրագրերը եւ խոսքս կփոխանցեմ մեր ես կասեմ հանրապետությունում լավագույն վոկալի մասնագետ եւ շատ ուրախ եմ, որ Հասմիկ Ջարոյանը մեր դպրոցում է դասավանդում եւ Հասմիկ Ջարոյանը կներկայացնի արդեն մեր սաների եւ իր աշխատանքի հաջողությունների մասին եւ այսպես այս տարի մեր հիմնադրման 75-ամյակի առթիվ մենք բազմաթիվ արդեն միջոցառումներ, համերգներ արդեն կայացրել ենք եւ փետրվարից սկսվեց այդ իրադարձությունը եւ մենք տարբեր տարիների սերունդներ հրավիրեցինք դպրոց եւ որոշվեց, որ տարին երբ համերգաշարերով հագեցած կլինի, բազմաժանր, բազմաբովանդակ եւ վերջում մենք կեզրափակենք սերունդների խաչմերուկ համերգով, որտեղ այնպիսի ձևաչափ է, որ մեկ բեմում կլինեն տարբեր տարիների սերունդների տիգրանյանցիներ եւ կստեղծվել են սիմֆոնիկ նվագախումբ, փողային, ազգային գործիքների, լարային համույթ, թավջութակահարների համույթ, սաքսոֆոնահարների համույթ, երգչախմբեր եւ կտեսնենք, թե սերնդափոխության արդյունքում ինչպիսի հզոր բանակ է ստեղծվել տիգրանյանցիների եւ իսկ հունիսի 4-ին մենք կունենանք հոբելյանական տարեվերջյան համերգ, գիտեմ բոլոր հետաքրքրվողներին եւ մեր սիրելի տիգրանյանցիներին, ինչպես նաեւ ոչ տիգրանյանցիներին հրավիրում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահ հունիսի 4-ին ժամը 6-ին այս անգամ
ունկնդրելու մեր ներկան եւ ապագան խորագրով համերգը, որտեղ միայն կլինեն ներկայիս դպրոցի լավագույն մենակատարները, նվագախմբեր, համույթներ, երգչախմբեր։ Այսինքն մենք այդպիսի ձևաչափ ենք մտածել, որ հիմա մենք ներկայացնում ենք մեր հանրությանը ներկան Տիգրանյանի, իսկ դեկտեմբերի 6-ին տարբեր տարիների սերունդներ միաժամանակ։ Այնպես որ շատ տոնական է դպրոցում ամեն օրը, ես կասեմ, որտեվ մրցույթներ, փառատոններ, համերգներ եւ այնպիսի հագեցած գրաֆիկ է, որ մենք նույնիսկ մեր ընտանիքներում դժվարանում ենք լինել, ժամանակ տրամադրել եւ շատ կարեւոր մրցույթների են մասնակցել այս վերջին 3 ամիսների ընթացքում։ Կուզեմ, որ Հասմիկ Ջարոյանը ներկայացնի, որովհետեւ բացառիկ հաջողություններ ենք գրանցել, խնդրեմ։ Սիրով շնորհակալություն։ Սկսեմ նրանից, որ իրոք տարին բուրներ, բոլորովին վերջերս կայացավ Բեթհովենի անվան միջազգային մրցույթ փառատոնը եւ մենք հպարտենք, որ ունեցանք գրանցեցինք շատ լավ հաջողություն, ունեցանք 2 փայլուն հաղթանակ։ Այսօր այդ աղջիկները Արմինե Հայրապետյանը եւ Մանե Գևորգյանը մեզ հետ չեն, նրանք տոնում են, այսօր իրենց օրն է։ Ուրեմն աղջիկները մասնակցեցին առաջի փուլին, երկրորդ փուլին եւ հունիսի վերջում 19-ին կմեկնեն Վիեննա, որտեղ կկայանա եզրափակիչ փուլը Բեթհովենի անվան կոնսերվատորիայում։ Նրանք հուսով եմ մեծ հաջողություններ կունենան, կմասնակցեն երրորդ փուլին գալահամերգին։ Դա հաղթանակ է, որով մենք իհարկե հպարտ ենք եւ մյուս հետաքրքիր մի միջոցառման մասին կուզենայի մի 2 բառով ներկայացնել։ Ուրեմն նորից վերջերս ապրիլ ամսին կայացավ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի կողմից մի համատեղ աշխատանք էր, կարողացավ շատ հետաքրքիր մի մրցույթ փառատոն, որտեղ միայն հանդես էին գալի ակադեմիական երգեցողություն անվանակարգում եւ ամբողջ հանրապետությունով մեկ կար 500 մասնակից։ Առաջի փուլը հրաշալի արդյունք ցույց տվեցինք, ունեցանք 7 հաղթող եւ քանի որ 8-ից 7-ը եւ քանի որ շատ էին արդեն առաջի փուլում 72 մասնակից էր հաղթել, կայացավ նաեւ երկրորդ փուլ եւ անցավ ընդամենը 25 մասնակից եւ ես կարող եմ հպարտությամբ ասել, որ միայն մեր դպրոցից կա 4 մասնակից, դա բացառիկ հաջողություն է եւ հունիսի 1-ին մեզ սպասվում է հրաշալի մի համերգ, հրավիրում են բոլորին։ Այո, աշակերտները եւ օպերային աստղերը միասին։ Այո, ուրեմն մայեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կկայանա բացօթյա հրաշալի մի համերգ, համերգի ընթացքում հաղթող երեխաները կներկայանան, այո, մեզ հետ ափսոս տաղավարը փոքր էր, մենք ունենք նաև 2 հրաշալի մասնակիցներ Էլենա Գասպարյան եւ Ելիզավետան Աբրամյան, որոնք նույնպես հաղթողներ են, ուրեմն նրանք ելույթ կունենան մեր օպերային աստղերի հետ միասին, կերքեն բավականին լուրջ ստեղծագործություններ։ Իրոք շատ լուրջ ստեղծագործություններ կարող են իրենք ներկայացնել։ Այո, պատմեք, այո, եւ աջան պատասխանի բերես։ Ես երգելու եմ Մոցարտի կախարդական սրինգ օպերայի Պապագենա զուգերքը Աշոտ Ղանթարջյանի հետ։ Դու լիաջան։ Եվ իսկապես դժվար գործ է։ իսկապես դժվար գործ է։ Հասալիան։ Ես երգելու եմ Մարինե Դեյնյանի հետ Օֆենբախի օպերայի Հոֆմանի հեքիաթների օպերայից Բարկարոլա զուգերքը։ Այս ամեն ինչից զատ, այն ինչ որ հանձնարարած, իսկ ունեք շատ այսպես նախընտրելի գործեր, որոնք ձեզ համար շատ կոր։ Օրինակ ես շատ եմ սիրում Լակմեն, հա, Ծաղիկների զուգերքը։ Ունեք դուք ինչ որ շատ սիրելի գործ։ Օրինակ երեկվա ձեր ելույթից պատմեք։ Պատմեք։
իտալական երգերի պապուրի, ես եւ Եվան միասին ելույթ ենք ունեցել 3 քաղաքապետարանի կողմից ամեն տարի կազմակերպված համերգին եւ մրցույթին հաղթել ենք։ Բրավո։ Ասեմ, որ 25 դպրոց ունի Երևան քաղաքը եւ ամեն տարի այս տարի 16-րդ մրցույթ փառատոնն էր, մեր դպրոցը ես կարող եմ հպարտորեն ասել, որ միշտ լավագույն հորիզոնականներում է լինում, ձևավորում է լավագույն հնգյակ, դե մրցույթը դեռ չի ավարտվել եւ մենք դեռ չգիտենք, թե այս տարի ինչ հաջողություն կգրանցենք։ Կարևորը կարծում եմ մասնակցությունն է, պրոֆեսիոնալ եւ երեխաների բարձր մասնագիտական որակյալ մասնակցությունն է, որը մենք ապահովում ենք եւ 3 վոկալ անվանակարգում, դասական դուետ անվանակարգում Լիան եւ Եվան ներկայացրեցին նեապոլիտանական երգերի պոպուրի եւ նրանք միակն էին, որոնք 3 տասեր վաստակեցին եւ ժյուրիի հիացմունքին արժանացան։ Իրոք ես շնորհավորում եմ մեր դպրոցին, Հասմիկ Ջարոյանին եւ մեր սաներին։ Իսկ հիմա գուցե խնդրենք ակապելա շատ փոքր հատված ուրիշ եթերում։ Գիտեք, միջև աղջիկները մի պահ կպատրաստվեն, ես ուղղակի 2 բառով ասեմ այս 2 չքնաղ աղջնակների մասին, ուրեմն իրենք այսքան փոքր են, ճստիկ են, բայց պստիկ են, այդ ասացվածքը իրենց համար է, եթե մենք հիմա փորձենք իրենց հաղթանակները հերթով թվարկենք, երևի մեր եթերաժամը ուղղակի չի հերիքի։ Ես պատկերացնեմ ինչքան տաղանդավոր է։ Պատրաստ եք։ Գնանք փոքրիկ հատված։ Բայց կուզենք կանգնենք։ Կանգնեն։ Կարող են կանգնեն, ահա։ Կանգնեն։ Խնդրեմ։ Carme quando te vego, Carme quando te vego, Carme quando te vego, me sbatti il cuore. Dimmelo tu che chiesto, dimmelo tu che chiesto, dimmelo tu che chiesto, si muore amore. Che stiamo olio, ed in cielo mamma to già si te vo fa mare ta. Che stiamo olio, ed in cielo mamma to già si te vo fa mare ta. Bravo։ Ես համոզված եմ, որ ընդամենը մի քանի տարի հետո ես օպերային դահլիճում վայելել եմ մի հրաշալի օպերային արգորդ եւ ասել եմ, «Էս աղջիկները փոքր ժամանակ մեր հյուրերն են»։ Բրավո, ես Կարմեն շատ, ես Կարմենից էր։ Չէ, բայց ես Կարմեն շատ եմ սիրում Բիզեի հատկապես հաբաներային հատվածը։ Բայց ինչքան սերունդ դուք պետք է ուսանողուհուն հրավիրեք, որովհետև ինքը նույնպես հաղթող է եւ հիմա Կարմենի Խաբաներան են պատրաստում հունիսի 1-ի համար։ Դա արդեն Առնո Բաբաջանյան Երաշտամանկավարժական քոլեջի հետ։ Օպրեկ, բրավո, շատ լավ եք, դա լինելու է բացօթյա եւ մեր համակարգացիները կարող են իրոք բաց չթողնել այդ բացառիկ համերգը, օպերայի ուրեմն բակում է լինելու բացօթյա հունիսի 1-ին ժամը 8-ին կարող եք սիրելի երևանցիներ գալ, այո։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ, շնորհավորում ենք ևս մեկ անգամ, միջոցառումը շարքը թող հավերժ լինի եւ իհարկե դա շատ կարեւոր է, որպեսզի այսպիսի հրաշալի սերունդը դասական արվեստով փայլի եւ դա իհարկե միանշանակ ուսուցիչների շնորհքն է նաեւ եւ հպարտությունը։ Ձեզ ուզում եմ նվիրել Ջովանի Սափոր գինին, որպեսզի դուք նշեք իհարկե այս գեղեցիկ առիթը եւ սիրելիներս, ձեզ էլ ունեմ նվեր գեղեցկուհիներ, բացիկներ, որոնք էմոցիաներ փոխանցելու համար են, հա։ Ուզում եմ նվիրել ձեզ 2 բացիկ։ Մեկը Մանասերյանի խոսքերն են, հա, աշխարհում սիրեցի քեզ միայն։ Էլի երկաշխարից են, հա։ Երկրորդը իհարկե Նունե Հեսանի երգից մենակ ես ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Դեռ շատ շուտ է այս խոսքերի համար։ Բայց այդ սերը թող լինի։ Բայց Մանասերյան կողա շուտ չէ։ Թող մանկությունը վայելել։ Բայց այդ սիրո անկեղծ խոստովանությունը թող լինի այն արվեստի հանդեպ, որը ընտրել եք։ Լավ, սա ձեզ։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ ձեզ փոխանցել նաև մի բացիկ վերջին զանգի հետ կապված կնվիրեք ձեզ շրջանավարտին։ Այստեղ իհարկե շատ սիրված գործն է, հա, Թաթայի, որը արդեն դարձել է վերջին զանգեցիների համար։ Սիրով կփոխանցեմ։ Ես կարող եմ մեր ծնողներին մեկ
Շատ կարճ սիրելի ծնողներ, ովքեր ունեն 6-ից 12 տարեկան երեխաներ, կարևոր չէ, որ երաժշտական դպրոցն եք տանելու, բայց դա շատ կարևոր կրթություն է ձեր երեխայի ամբողջ կյանքի համար եւ ձևավորում է գրագետ, գեղագիտական մեծ ճաշակ ունեցող հանդիսատես եւ հասարակություն, այնպես որ շատ կարևոր է երաժշտական կրթությունը երեխայի կյանքում։ Շնորհակալ ենք շատ։ Մեծ հաջողություններ ձեզ։ Շնորհակալ շատ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա թխվել է մեր թխվածքը, ես արդեն պատրաստում եմ այն կտրատել, միայն պետք է շաքարի փոշի իհարկե ցանենք, որպեսզի ավելի գեղեցիկ եւ լավ վայելենք։ Ահա սա էլ այն փոքրիկ տարբերակը եւ այսպես կարելի է նաեւ շուրջ անել, որպեսզի հետաքրքիր այսպես տեսք տալ մեր թխվածքին։ Սիրելիներս, լավ օր եմ մաղթում, շնորհավորում եմ բոլորիս մեր երեխաների ավարտականի կապակցությամբ եւ մաղթում եմ բարձր տրամադրություն։ Լավ եղեք, վայելեք, վայելեք այսպիսի համեղ ուտեստներ, փորձենք նաեւ կտրել, տեսնել, թե ինչ է ստացվել, ինչու ոչ, տեսքնել է շատ կարեւոր, այնքան տաք է, որ էլ ասելու չէ։ Ահա այսպես ձեզ բարի ախորժակ եմ մաղթում եւ լավ օր ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք շատ սիրելի Ադրինե, քիչ հետո միասին կճաշակենք եւ իհարկե չմոռանանք ելի ամենակարևորի մասին, որ այս ամենը համեմելու ենք համեղ կոմպոտներով, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը։ Լայն կոմպոտների եւ պահածոների տեսականի, գինու տեսականի, որը օրվա ցանկացած պահին ձեր կողքին է։ Եվ գինու հետ չենք մոռանա իհարկե պանիրների մասին, պանիրների մեծ տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ այսօր արդեն վերջին զանգն է, այսօր եւ վաղ այս հրաշալի տոնակատարությունները կշարունակվեն։ Նվիրեք ձեր շրջանավարտներին էմոցիաներ եւ տոներ։ Վերջին զանգի բացիկների հետ միասին, որ ներկայացնում են արև քարց արև բացիկները։ Բացիկները հարցրեք քաղաքի ցանկացած իհարկե գրախանութներում, քաղցր եւ ծաղկաշատ վայրերում, Տերյան մշակութային կենտրոնում եւ Կայզեր սուպերմարկետում։ Դե իսկ ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master-Ride Barbershop-ը նույնպես պատրաստ է գեղեցկացնել ձեզ, այնպես որ Barbershop-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում եւ բարձրակարգ պրոֆեսիոնալ բարբերները միշտ պատրաստ են ձեզ ընդունելու։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրայի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրան ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, ծանոթացեք նոր գարուն ամառ ամբողջ հավաքածուին եւ իհարկե սրահում կգտնեք մեծ զեղչեր։ Դե մենք էլ եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, տոնական լավ տրամադրություն մաղթում։ Այսօր արդեն ավարտվեց մեր ծրագիրը, ավարտվեց աշխատանքային շաբաթը, երկուշաբթի նորից կգանք եթեր ու նորից ձեզ կասենք բարի լույս։ Այո, բարի երթ սիրելի շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը կանաչ եւ անամպ լինի։ Իսկ մենք կհանդիպենք արդեն ինչպես Սուրենը ասաց երկուշաբթի օրը եւ աշխատանքային շաբաթը կսկսենք միասին։ Իսկ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։